Այս իշխանությունների գլխավոր խոստումներից մեկը մետրոյի աջափնյակի կայարանի կառուցումը ոչ միայն չի սկսվում, այլև կառավարությունը հետ է վերցնում այդ նպատակի համար քաղաքապետարանին հատկացված միջոցները այլ ծախսեր փակելու համար։ Գործադիրը վերջին նիստում որոշեց մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ $300,000 ուղղել սահմանամերձ բնակավայրերում ապրողների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը։ Օգոստոսին էլ կառավարությունը որոշել էր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ $9 միլիոն էլ հատկացնել բնակարանների եւ սեփական տների էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին։ Մեկ ամիս անց էլ որոշեցին այդ միջոցներից եւս մոտ $6 միլիոն տրամադրել մայրաքաղաքի շենքերի վերելակները փոխարինելուն ու տրոլեյբուսներ գնելուն։ Այս տարվա պետական բյուջեով աջափնյակի կայարանի կառուցման համար ի սկզբանե $25 միլիոն էին նախատեսել։ Տարվա երկրորդ կեսից միմյանց հաջորդեցին վերաբաշխումների որոշումները։ 2026-ին կայարանի կառուցման համար շատ ավելի քիչ միջոցներ են նախատեսել՝ $5.2 միլիոն։ Ֆինանսավորման այս ծավալը բավարար չէ նույնիսկ շինարարության 5%-ն իրականացնելու համար։ Հենց քաղաքապետարանի տվյալներով կայարանի կառուցման համար մոտ $250 միլիոն կպահանջվի։ Կայարանի կառուցման համար նախատեսված միջոցներն այլ ծրագրերի օգտին վերաբաշխումը գործադիրն այսպես է հիմնավորում. նախագծի համալիր փորձաքննությունը ստացել են մի քանի ամիս առաջ։ Հաջորդ փուլին անցնելու համար այն դեռ պետք է վերջնականապես հաստատվի։ Հետևաբար ամբողջ գումարի օգտագործումն այս տարի իրատեսական չէ։ Բայց իշխանությունների խոստումների համաձայն շինարարությունը վաղուց պետք է սկսված լիներ։ 3 տարի առաջ անձամբ վարչապետն էր հայտարարում 2024-ին կսկսվի։ 2024 թվականին պետք է սկսենք շինարարությունը աջափնյակ կայարանի եւ շատ կարևոր է սա։ 2024-ն անցավ, 25-ի ավարտին մի քանի շաբաթ է մնացել։ Հրազդանի կիրճի այդ հատվածում առայժմ որևէ տեխնիկա չի աշխատում։ Անցնող տարիներին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաճախ է լավատեսական հայտարարություններ արել եւ հիմա էլ բյուջետային վերաբաշխումներին զուգահեռ շարունակում է վստահեցնել. կլինի։ Ես անհոգնել եւ վստահ ձեզ ասում եմ, Երևան քաղաքում աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետեւ մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել արդեն շինարարության մրցույթը եւ համապատասխան ֆինանսավորումը հատկացնել եւ արդեն տեխնիկական հսկողության մրցույթը իրականացնել։ Տիգրան Ավինյանի ելույթներում տոնայնությունը չի փոխվում։ 2024-ի հունվարին ու այս տարվա սեպտեմբերին կառավարության նիստերին նրա բառերը տեղ-տեղ նույնիսկ ուղիղ են համընկնում։ Անկամ կադրն է նույնը, աչքի ընկնող մեծ փոփոխությունը նրա կողքին է։ Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Ռոմանոս Պետրոսյանի զբաղեցրած աթոռն է ազատ։ Վարչապետ, մենք ունենք արդեն նախագիծը ամբողջական աջափնյակ մետրոյի կայարանի, այս պայդրությամբ փորձաքննությունների փուլում է։ Վարչապետ, մենք բոլոր փորձաքննությունները շատ երկար տևած, պարզ փորձաքննությունը, մեր համալիր փորձաքննությունը, բոլոր փորձաքննություններով անցած աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծն ունենք։ Քաղաքապետի հերթական խոստումը հենց այս սեպտեմբերին հնչեց։ Հաջորդ տարի կսկսեն։ Կարող եմ ասել, որ 2026 թվականին մենք կարող ենք սկսել աշխատանքները աջափնյակ մետրոյի կայարանում։ Քաղաքային իշխանությունների ամենաթունդ քննադատներից Մեսրոպ Մանուկյանը մինչդեռ պնդում է, առաջիկայում շինարարության մեկնարկին սպասել պետք չէ։ Երևանի Ավագանու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամը քաղաքապետարանի միջնաժամկետ ծախսերի ծրագրում կայարանի կառուցման մասին որևէ տող չի գտել։ Երևան քաղաքի միջնաժամկետ, այսինքն 26-ից 28 թվականի ծախսերը, որոնք որ հաստատել է Երևան քաղաքի ավականին, հստակ փաստում եմ, այդ ծախսերի մեջ մետրոյի կառուցում չի եղել։ Այսինքն հետևաբար այն պնդումը, որ իրանք պլանավորում են մետրո կառուցել, դա սուտ է, չկա։ Իրականում դա չկա, եւ ես ասում եմ, դա հիմք ընդունելով Երևան քաղաքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Հաշվի առնելով անհրաժեշտ ներդրումների ծավալը, Մանուկյանն ընդգծում է, այն արդյունավետ կլինի, եթե ոչ թե մեկ կայարան կառուցվի Թումանյանի այգու մոտակայքում, այլ գիծը հասնի մինչ Հալաբյան-Մարգարյան խաչմերուկ, հանրապետական հիվանդանոցին հարակից տարածք։ Եթե ասեմ, որ իրենք չէին ուզենա մետրոն կառուցել եւ PR-ել, սուտ կլիներ։ Իհարկե իրանք կուզենան մետրոն կառուցել, էդի PR սարքեն ու եւս 10 տարի թմկարեն, էլի, բայց այս մարդկանց մոտ կառավարման խորը ճգնաժամ կա, այսինքն մարդը կոմպետենտ չի այդ պաշտոնին եւ նա աշխատում է։ Այս պարագայում ավելի լուրջ խնդիրը իրանց պարագայում
հենց սա է կարծում եմ։ Ավագանուն դիմադիր անդամի տեղեկություններով տարածքում նաև մասնավոր սեփականություն կա, այսինքն դեռ պետք է փոխհատուցման հարցը լուծել։ Այն, որ շինարարության տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու խնդիր կա, փաստում են նաև պաշտոնական փաստաթղթերը։